Շարունակենք առավոտ լուսոն, սիրելի հեռուստադիտողներ, բոլորս էլ իհարկե մեծ ոգևորություն ենք զգում, երբ քաղաքամար Երևանում եւ ոչ միայն կա թատերային մեծ ակտիվություն, բայց միշտ հպարտությամբ պետք է նշել այն թատրոնի անունը, որը համարվում է մայր թատրոնը եւ որը մեծ կարեւորություն եւ ազդեցություն ունի առհասարակ հայաստանյան թատերային կյանքի վրա։ Մեծ սիրով ներկայացնենք մեր հյուրին, ողջունենք ու սկսենք կարևոր թեմային անդրադարձը։ Այո, սիրելի հեռուստադիտողներ, մեր հյուրն է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, բարի լույս, պարոն Մկրտչյան։ Բարի լույս։ Ինչպես եք սկսել առավոտները։ Շատ լավ, ձեզ հետ միշտ լավ է լինում առավոտ նմանապես։ Կարևոր թեմայի մասին ենք այսօր խոսելու։ Առաջարկում եմ մեր հեռուստադիտողներին պատմենք մի փոքր։ Այո, առաջիկայում մենք ընդամենը օրեր անց մեծ սիրով եւ մեծ ոգևորությամբ մեկնում ենք Գյումրի հյուրախաղերի, բոլորովին վերջերս մենք Սիսիանում էինք եւ հասկացանք, թե որչափ կարոտ կա, որչափ սպասելիք կա քաղաքամայր Երևանից եւ մասնավորապես մայր թատրոնից լինել քաղաքամայր Երևանից հեռու հնարավորինս։ Իհարկե, այստեղ փոքրինչ տարբերություն կա, մենք Գյումրի մեկնում ենք երկու մեծ խոշոր ներկայացումներով եւ այս անգամ որոշեցինք առաջին անգամ թերևս մեր երկար տարիների պատմության մեջ տանել եւ ներկայացում մեծահասակների համար եւ երեխաների համար։ Այստեղ շատ կարեւոր նրբություն կա։ Մենք ունենք, ինչպես գիտեք եւ դուք եւ բոլորն էլ ծանոթ են, որ վերջին տարիներին մանկական ներկայացումների այն շքեղ ներկայացումների շքերթը, որ սկսել է մայր թատրոնը, շատ մեծ կարեւորություն ունի մեր երեխաների ընդհանրապես ճաշակի ձևավորման process-ում։ Ցավոք սրտի մեր հանրապետության մեջ շատ քիչ քաղաքներ կան, որ կարող են ընդունել այդ ծավալի ներկայացումները, որովհետև նրանք տեխնիկական առումով բավական բարդ են։ Ուրեմն այս առումով Գյումրին թերևս միակ թատրոնն է, Գյումրու Վարդան Աճեմյանի անունը կրող թատրոնը միակն է, որ կարող է հյուրընկալել դա։ Եվ նաև մենք մեր պարտքն ենք համարում Շիրակի մարզի մեր երեխաներին չկտրել այն հեքիաթից, որը կարող են վայելել մայրաքաղաքում կամ մայրաքաղաքին մոտ շրջանների երեխաները։ Ուրեմն Ալադին ներկայացումը, որը շատ գունեղ, շատ հարուստ, շատ հետաքրքիր մի ներկայացում է, մենք կներկայացնենք ամսի 9-ին եւ մինչ այդ ամսի 7-ին կներկայացնենք մեր թատրոնի թերևս ամենահաջողված ներկայացումներից մեկը վերջին շրջանի թռիչք կկվի բնի վրայով ներկայացումը։ Այս ներկայացումը մենք վերջին տարիներին խաղացել ենք նաև Ռուսաստանի գլխավոր թատրոնում, Ալեքսանդրինյան թատրոնում եւ պատկերացրեք սա մի ներկայացում է, որից հետո ռուս հանդիսատեսը 15 րոպե հոտնկայս ծափահարում է, գնահատում է այսչափ։ Շատերը սկզբնական շրջանում կասկած ունեին, թե ինչպես կարելի է այդ հայտնի ֆիլմից հետո, թռիչք կկվի բնի վրայով ֆիլմից հետո ստեղծել ներկայացում, որը կունենա կառաջացնի հետաքրքրություն։ Այդ հանդիսատեսը, ով այդ մտայնությամբ գալիս էր թատրոն, ներկայացումից հետո միշտ ասում էր, որ մեր սպասելիքները ուղղակի գերազանցված են։ Ուրեմն երկու կարևորագույն ներկայացումներով կմեկնենք Գյումրի։ Ինչպես նաև մեզ համար, ինձ համար մասնավորապես, թերևս մի քիչ մոնոլոգի պես է ես անընդհատ խոսում եմ եւ փոխարենը հարցերի ակնկալեմ, բայց շատ կուզենայի այս հատվածը ասել, առանց որևէ մեկին ոչ թե վիրավորելու, այլ գերագնահատելու կամ թերագնահատելու, ինձ համար Գյումրու հանդիսատեսը Հայաստանի մասշտաբով չափանիշ է։ Եվ ինչպես է ես մի անգամ այս միտքը ասացի եւ հարց առաջացավ, իսկ ինչու, ինչ հիմնավորումով է Գյումրու հանդիսատեսը առաջնային։ Տարիներ առաջ, բացի այն, որ ես ունեմ շատ լավ ընկերներ, բարեկամներ, սա իր հերթին, սրա մասին չէ խոսքը, տարիներ առաջ իմ ընտանիքի հետ մեկնեցինք Գյումրի, երրորդյա այցով ուղղակի հանգստանալու, Գյումրին վայելելու եւ իմ ընկերը, ով մեզ ուղեկցում էր, մեզ տարավ Ավետիք Իսահակյանի տուն թանգարան եւ թանգարանի տնօրենը
որ իմացավ մենք ենք սիրով այդ այցը արեց թանգարանում։ Եվ ես հասկացա Տիկին Վիրաբյան ազգանունով, եւ ես հասկացա, որ այս անհատականության մեջ ներառված է եւ արվեստաբանը, եւ մանկավարժը, եւ հոգեբանը, եւ կառավարիչը, եւ Գյումրու քաղաքացին։ Այս ամբողջը մեկ մարդու մեջ էր։ Նաեւ հասկացա, որ այս տեսակ մարդիկ շատ են Գյումրիում, որոնց համար շատ կարևոր է թե ինչ է տեղի ունենում իրենց քաղաքում, որոնք պատասխանատվություն են կրում քաղաքի համար, քաղաքում տեղի ունեցող յուրաքանչյուր երևույթ իրենք ընկալում են իբրև իրենց սեփական հարցը, խնդիրը։ Եվ ուրեմն նման պատրաստված մարդկանց առաջ ելույթ ունենալը, այո, չափանիշ է։ Մենք եղել ենք նաև բազմաթիվ այլ վայրերում, որտեղ առավել կամ պակաս կա այս վերաբերմունքը, բայց Գյումրիում հավատացնում եմ ձեզ, որ որակապես բավական լավ վիճակում է։ Մենք այս հարցազրույցի շրջանակներում կարծես նույն ուղղությամբ ենք մտածում, որովհետև դուք ճիշտ եք, հարց կար, թե Գյումրու թատրոնը որքանով է պատրաստ տեխնիկապես լայն հնարավորություններով հարուստ այս ներկայացումը հյուրընկալի իր մոտ, եւ ինչու հենց այդ ներկայացումները դուք պիտի տանեիք, կարծես բոլոր հարցերի պատասխանները Գյումրու հյուրախաղերի հետ կապված տվեցիք։ Վերջում իհարկե անպայման կանդրադառնանք եւ կհիշեցնենք նաեւ օրերը, պարոն Մկրտչյան, բայց եթերաժամի մեջ տեղավորվելով ես կցանկանայի շատ կարևոր անդրադարձ անել այն արտահայտությանը, որ օրերս կարդացել եմ հենց ձեր Facebook-յան էջում, որտեղ ասվում էր Մայր թատրոնը կրթարան է նաև, որովհետև գիտենք ոչ միայն ներկայանում եք հանդիսատեսի ներկայացումներով եւ դասական եւ ժամանակակից հետաքրքիր մոտեցումներով, այլ նաև կա կրթարան, որ իմաստով մի փոքր խնդրում եմ բացել փակագծերը։ Այս ձևակերպումը բոլորովին վերջերս մի հարցազրույցի արդյունքում ստեղծել է Կարինե Ռաֆայելյանը, Դեմիրճան տուն թանգարանի տնօրենը, ով անդրադարձավ մեր թատերական ստուդիային, չգիտեմ տեղյակ եք, թե ոչ, դեռ 1966 թվականից Վարդան Աչեմյանը հիմնում է ստուդիա Սունդուկյան թատրոնում եւ դա լինում է մի կրթօջախ, որտեղից փաստացի դուրս են գալիս մինչ այսօր ակտիվորեն գործող հիանալի անուններ։ Դա մի կրթարան է, որտեղ դասավանդում են լավագույն թատերական ուժերը։ Իհարկե այս ստուդիայի կյանքը հարթ չի ընթացել եւ պարբերական ընդմիջումներ է ունեցել, բայց առանց այդ ստուդիայի, որը տալիս է շատ յուրահատուկ կրթություն, ես միշտ ասում եմ, սա մի ստուդիա է, որը միտված չէ աստղեր պատրաստել, սա մի ստուդիա է, որը միտված է պրակտիկ մասնագիտական կրթություն տալ այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են իրական դերասանի արվեստով, թե ինչ է այդ մասնագիտությունը ինքնին։ Եվ այս առումով, ուրեմն մենք այս նպատակով վերաբացել ենք, որովհետև նաև տեսնում ենք, որ ստուդիան այն թարմ շունչը կարող է լինել, որի կարիքը մենք ունենք։ Դրան զուգահեռ նաև մենք իրականացնում ենք ոչ ֆորմալ կրթական ծրագիր, դասարան գումարած դասական, այս մասին շատ ենք խոսել, եւ փաստացի ստեղծվում է այն կարևոր երևույթը, որ կոչվում է հանդիսատեսի զարգացում։ Մենք ձևավորում ենք պրոֆեսիոնալ հանդիսատես եւ փաստացի կրթված հանդիսատես։ Եվ այս առումով իհարկե Մայր թատրոնի առաքելություններից մեկ առաջին հիմնական ուղղությունն է սա։ Եվ շատ կարևոր նախաձեռնության մասին, որը շատ մոտ ապագայում է արդեն, Երևանյան միջազգային թատերային փառատոնի մասին է խոսքը, կարճ անդրադարձ նաև այս կարևորությանը։ Այո, մենք երրորդ տարին իրականացնում ենք այս փառատոնը, որը կարծում եմ մեր այն յուրահատուկ փառատոններից է միջազգային, որը պետական թատրոնի հիմքի վրա է իրականացվում։ Եվ թեպետ բազմաթիվ դժվարություններին եւ մասնավորապես նյութական դժվարություններին մենք համառորեն շարժվում ենք, որովհետեւ հասկանում ենք, որ հայկական պետական ինստիտուտի միջազգայնացման եւ միջազգային հոսքը դեպի
պետական կառույց բերելու լավագույն եւ միակ ճանապարհը սա է։ Եվ տեսեք, մենք հյուրընկալում ենք 4 ներկայացումներ Միացյալ Նահանգներից, մենք հյուրընկալում ենք Թուրքիայի հայկական թատրոնին, մենք հյուրընկալում ենք Թիֆլիսի հայկական թատրոնին, մենք հյուրընկալում ենք տարբեր, այսինքն շատ կարևոր նախաձեռնություն ենք անում Սաշա Վալցի, հայտնի Սաշա Վալցի բեմադրության ադապտացիան ենք անում, Սաշա Վալցի պարողներից հյուրընկալում ենք այստեղ եւ նա հայ պարողների հետ պետք է ադապտացնի Սաշա Վալցի բեմադրությունը, որը նույնպես շատ կարևոր է եւ այսպես շարունակ։ Այս ամենը մեր միջազգայնացման եւ միջազգային դաշտում արկա կարևոր խաղացողների հետ ինստիտուցիոնալ հարաբերություններ ստեղծելու լավագույն քայլն է, կարծում եմ։ Մենք նոյեմբերի 19-ից նոյեմբերի 30-ը սիրով սպասում ենք մեր հանդիսատեսին եւ շատ ուրախությամբ ուզում եմ ասել, որ թե Երևանյան միջազգային թատերական փառատոնի պարագայում տոմսային տնտեսությունը մենք փորձել ենք պահել ճիշտ նույն կերպ, ինչ կերպ մենք անում ենք Սունդուկյան թատրոնի պարագայում եւ նույն էլ Գյումրիում մեր հյուրախաղերը ճիշտ նույն գնային քաղաքականությունն ենք պահել, երբեմն ավելի էժան այն ինչ որ անում ենք Երևանում։ Այսինքն մեր նպատակն է լինել հասանելի մեր հանրությանը, մեր նպատակն է մեր ունեցած լավագույնը կիսել մեր ժողովրդի հետ։ Շնորհակալություն հայտնենք պարոն Մկրտչյանին հետաքրքիր ու կարևոր զրույցի համար։ Մեր հեռուստադիտողներին էլ հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ից սկսած Ճիշտ ենք ասում օրը։ Հյուրախաղերի օրը։ Հյուրախաղերը նոյեմբերի 7-ին եւ 9-ին։ 7-ին եւ 9-ին, 2 օր։ Նոյեմբերի 7-ին թռիչք Կվիբինի վրայով ներկայացումը, նոյեմբերի 9-ին Ալադին մանկական ներկայացումը։ Իսկ փառատոնը նոյեմբերի 19-ից 30-ը։ Իրադարձությունները շատ են, պետք է փորձեք բաց չթողնեք Վստահաբար սիրելիներ եւ բոլոր այն մարդիկ, ովքեր չեն բնակվում Գյումրիում, պարզապես այցելելու են, իսկապես հրաշալի տարբերակ է երեկոն թատերային միջավայրում անցկացնելու եւ վայելելու ու դիտելու հրաշալի ներկայացումները Մայր թատրոնի։ Շնորհակալություն ձեզ օրվա դրական շարունակություն պարոն Մկրտչյան, մնացեք մեզ հետ, վայելենք երաժշտական ռիթմերը, այնուհետև շարունակենք առավոտը լուսոն համեցեք։